Օգոստոսի 1-ին ժամը 13-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանության նորնորքի բաժին ահազանգ ստացվեց։ Հայտնում էին, որ ձախ կողի կտրած սակած վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ ծառայողները պարզեցին տուժածի ինքնությունը եւ մինչ ի վիճակի կլիներ հաղորդում տալու միջոցառումներ ձեռնարկեցին վնասվածքի ծագումը պարզելու ուղղությամբ։ Կարճ ժամանակ անց պարզվեց, որ վնասվածքը հնարավոր է հասցրած լինի տուժողի հորեղբոր որդին։ Հետագա բժշկական հետազոտություններով ախտորոշվեց։ Տուժողը ստացել էր որովայնի կտրած սակած թափանցող վերք, ներքին արյունահոսություն եւ վերքի շրջանի հեմատոմա։ Նախապատրաստված նյութերով հարուցվեց քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածի հատկանիշներով։ Ձեռնարկված հետախուզական, որոնողական եւ բացատրական աշխատանքների արդյունքում օգոստոսի 2-ին ինքնական ոստիկանության նորնորքի բաժին ներկայացավ տուժածի հորեղբոր որդին 60-ամյա Խաչիկ Սարիբեկյանը։ Նա խոստովանեց, որ ինքն է դանակով հարվածել ազգականին եւ ներկայացրեց որոշ մանրամասներ։ Եկավ մեր տուն, վիճաբանություն եղավ, խեղտը մեր պոլի վրա գցած։ Իրանացի թող դուրս արի գնա։ Վեկալա բաթորով էր ուզում խփել, ես այդ դանակը վեկալա ասի վախցնեի ուղակի ու թողեր հետար։ Այդ պահին ոնց ա եղել կապելա։ Հանցագործության գործիքն արգրավված է, Խաչիկ Սարիբեկյանը ձերբակալված, կատարվում է նախաքննություն։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, օգոստոսի 4-ից օգոստոսի 7-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 49 դեպքից բացահայտվել է 30-ը։ Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 5 եւ զենք զինամթերքի արգրավման 1 դեպք։ Բացահայտվել է գողության 9, խարդախության 9, անձի առևանգման 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, սպանության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, յուրացման կամ վատման, կողոպուտի, գույքի դիտավորության ոչնչացնելու եւ խուլիգանության մեկական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 6, մարմնական վնասվածք հասցնելու 2 եւ խարդախության 1 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 46-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևան մտնող ճանապարհահատվածներում եւ Մայրաքաղաքում։ Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 112 տրանսպորտային միջոց, որից մեկի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորում, 3-ի խլացուցիչը վերասարքավորված է եղել բարձր ձայնով երթևեկելու համար, 64-ի վարորդները մեքենան վարել են ոչ ստապ վիճակում, իսկ 44 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համապատասխան փաստաթղթեր չունենալու եւ այլ խախտումների համար։ Նույն ժամանակահատվածում 64 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտման, իսկ 2 վարորդի երթևեկության ընթացքում տրանսպորտային միջոցից տարբեր իրեր եւ առարկաներ նետելու համար։ Մարզերում հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողների կողմից իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 33 տրանսպորտային միջոց, որից 3-ի համարանիշը եղել է փոխարինված, 27-ի վարորդները մեքենան վարել են ոչ ստապ վիճակում։ 93 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել մեքենան թաղանթապատված հողմապակիով վարելու, իսկ 22 վարորդի ժամկետանց ապա պայմանագրով երթևեկելու եւ այլ խախտումների համար։